Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եկեղեցու ճակերտավոր ազատագրումը որպես գործ արդեն սկսում է, նախ ինչպես կմեկնաբանեք, ինչ է սա նշանակում։ Գիտեք, պետք է մարդ հասնի այնպիսի մի նողկալի վիճակի, որ գնա քահանայից հաղորդություն ստանա, երբ որ կա ամենայն հայոց կաթողիկոս։ Եթե մարդը այդ աստիճան արդեն իջել է, չգիտեմ, իր մակարդակով, ապա դրան ոչինչ ասել չենք կարող։ Մենք հիմա պետք է պայքարենք պահպանելու մեր հայ առաքելական եկեղեցու բոլոր արժեքները։ Սա գլխավոր հարցն է, եւ երկրորդը այն ինչ որ ինքը տրամադրություն է ձևավորում, մարդկանց ուղեղները լվանում, որ իբր թե կարելի է նաև ձևավորել մի նոր եկեղեցի հայկական, սա ուղղակի հանցագործություն է հայ ազգի դեմ։ Դրա համար այստեղ մեկ բան է, միայն միասնությունը ազգի լավագույն հատվածի, որը կարողանալու է պահպանել հայրենիքը, առաջին հերթին հայրենիքը։ Տեսեք ինչ է ստացվում, նա վազեց գնաց Հռոմի պապի հաղորդությունը ստացավ, ոնց որ թե ինքը կաթոլիկ է, կաթոլիկ չի։ Եթե կաթոլիկ է, թող ասի դրա մասին։ Այսօր գնում է հաղորդություն ստանա ինչ որ մի քահանայից, որը կարգալույծ է արված։ Ես դրա բարոյական որևէ նորմ չեմ տեսնում այդ մարդու մեջ, դրա համար շատ բարդ է իրեն ինչ որ ձևով ասել, որ ով է ինքը, ով է, չգիտեմ։ Հավանաբանքում հիմա քաղաքացիներ են հավաքվել, որոնք իրենց հորդորով են այնտեղ։ Այստեղ կան քաղաքացիներ, որոնք, ինչպես դուք եք նշում, եկել են մայրաթորը պաշտպանելու։ Այո։ Սա քաղաքացիական բախման չի տանել։ Նրա երազանքն է։ Այդ անձի երազանքն է, որ լինեն քաղաքացիական բախումներ, եւ ես որքան հասկանում եմ, գիտի իր իրական վարկանիշը ինչպիսին է, շատ ցածր է, եւ դա կարող է բերել միայն մի բանի, որ ինքը փորձի ընտրություններ ընդհանրապես չանցկացնել եւ հատուկ ուրեմն ձևացնի, թե իբր այնպիսի իրավիճակ է, որ այդ պայմաններում հնարավոր չի անցկացնել ընտրություններ եւ երկարաձգի իր իշխանությունը։ Սա էլ է այդպիսի մի հատ վտանգ մեր առջեւ։